Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։ Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Medinform հաղորդաշար այսօր շատ հետաքրքիր հոգեբանական պահի անդրադառնալու, հոգեբանական այն առումով, որ իսկապես նորություն է յուրաքանչյուրիս համար, քանի որ դադար մի պահ կտրվել ամեն ինչից, դա մեզ նոր լիցքեր, նոր ուժեր է տալիս եւ այն ճանապարհը, որը մենք դադարով անցնում ենք, ասես հանգստանում ենք, հետո անցնում ենք, ոչ թե շեղվում ենք ճանապարհից, այլ ավելի նոր ուժերով ենք անցնում եւ ավելի ճիշտ ուղղությամբ։ Շատ հետաքրքիր որ իմաստ է այս զրույցը լինելու եւ ես սիրով զրուցելու եմ եկել Unique Combo Retreats-ի հիմնադիր տնօրեն, ինչպես նաեւ բժիշկ ստոմատոլոգ Մարգարիտա Պետրոսյանի հետ։ Բարև Մարգարիտա։ Բարև Նելի, շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ ձեր ժամանակը Medinform-ին հատկացնելու համար եւ այսպես բառը ինքնին անհրաժեշտ է բոլորիս, retreats, այսինքն կանգ առ դադար եւ հետո նոր թափով առաջ անցնել։ Բայց կցանկանամ դա իմ մեկնաբանությունը, դուք տակ ձեր մեկնաբանությունը retreats բառի վերաբերյալ։ Իհարկե, retreats դա անգլերենով թարգմանաբար, երբ մարդը հեռանում է առօրյայից, իր համախոհների հետ մեկտեղ գնում է վերալիցքավորվելու, վերականգնվելու։ Աշխարհում կան տարբեր ռետրիտներ, յոգա ռետրիտներ, wellness ռետրիտներ, detox ռետրիտներ, ինչով է տարբերվում մեր ռետրիտները այդ ամբողջ ռետրիտներից, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Ահա, ինչով է տարբերվում, թվում է թե հոգեբանական մի պրոցեդուրա է, բառ այդպես է հուշում, սակայն մի քիչ պետք է խորանալ այս կարևոր արժեքի մեջ, ես կարծում դա արժեք է, որովհետև իրականում մարդը ասես մենանում է, կտրվում է ամբողից, խառնաշփոթից եւ այստեղ ի հայտ են գալիս նոր ուժեր, նոր լիցքեր, այդպես է։ Այո, ճիշտ եք, բայց դա ամբողջը չէ, լինելով բժիշկ եւ հոգեվոր արժեքներ ունեցող մարդ, նաեւ առույցի ախորժակով, երբ ամեն ինչ ուզում եմ միանգամից եւ արագ, այդպես էլ տալիս եմ մարդկանց, հասկանալով փսիխոսոմատիկան եւ հասկանալով, որ չի կարելի զատել միտքը, հոգին, մարմինը, ստեղծվեց Unique Combo Retreats-ը, որտեղ հրաշալիորեն համահունչ միահոսված է ապացուցողական բժշկությունը, նուտրիցիոլոգիան, հոգեբանությունը, փսիխոգենետիկան, մրսումները, ջրային պրոցեդուրաները, սպորտը, միջայլոց մեր մարզիչը աշխարհի չեմպիոն, բոքսի չեմպիոն Լիլի Դալաքյանն է, մարդը նախքան գալով ռետրից լրացնում է անկետա եւ առանձին բոլոր մասնագետներով ուսումնասիրում ենք անկետան, որից հետո քննարկում է լինում, անհատական մոտեցում է ձևավորվում։ Այսինքն այստեղ կարևորվում է ոչ թե մասսա, այլ յուրաքանչյուր անհատին անձին անհատական մոտեցում ենք ցուցաբերում։ Այստեղ շատ կարևորում ենք հենց քեզ սիրելը, ոչ թե էգոիստ սիրելը, այլ Այսինքն գրագետ եւ ճիշտ սիրելը, քեզ վերադառնաս ինքդ քեզ, կարևոր է։ Կարող ենք Մարգարիտ ասել, որ ամեն ինչ սկսվում է ինքդ քեզ շատ սիրելուց։ Այո, միանշանակ գրագետ ճիշտ սիրելուց, դա էգոիստ սիրո մասին չէ։ Եվ ինչ բնորոշում եք տալիս, այ մենք շատ հաճախ գտնում ենք, որ սիրում ենք ինքներս մեզ, սակայն երբ պահը գալիս է, հասկանում ենք, որ ոչ, մենք շատ բաներ ենք զոհաբերում այս կյանքում։ Եթե ինքդ քեզ սիրում ես, կարող ես գնալ նաև զոհաբերությունների ուրիշների համար։ Դու կարող ես զիջողության գնալ առողջ հարաբերություններում, բայց երբեք չգնաս ինքդ քեզ վնասելով։ Դա չպետք է հակասի քեզ քո ներքին աշխարհին։ Այո, դա երբեք չպետք է լինի։ Եթե ասում ես ես ինձ սիրում եմ, բայց բաժանվելով կամ ինչ որ հարաբերությունները թողնելով դու մեծ ցավ ես ապրում,
Օրինակ այսպես վերեմ, այս փսիխոսոմատիկայի արքանդի ուռուցքները, գոյացությունները առաջանում են սիրած տղամարդուն երկար ժամանակ չներելու արդյունքում։ Երբ որ դու կամ ցույց ես տալիս ներում ես ու շարունակում ես այդ մարդու հետ ապրելը, առաջանում է կանանցի այդ նմանատիպ խնդիրներ։ Դրանք ապացուցված փաստեր են, այո։ Փսիխոսոմատիկան դա գիտություն է, այո։ Եվ կասեք, որտեղ է այստեղ քեզ սիրելու այդ փաստը, որ եթե դու քեզ սիրեիր, քեզ չէին կարող այդքան վնասել։ Եթե դու քեզ սիրեիր, քեզ այդքան ցավացնել ուղղակի չէին կարող։ Դու ճիշտ կարողանալու ես դնել քո սահմանները, դու կունենայիր քո ճիշտ սահմանները, եւ քեզ ուղղակի չէին կարող այդքան Անշանակ համամիտ եմ։ որ դու նեղանաս ու չներես։ Այնչով են տարբերվում հանգիստը եւ ռետրիտը։ Հանգիստ ուղղակի հանգստանում ես մարմնով։ Իսկ այստեղ օգտակարը համադրվում է հանգստան կարևորի հետ, եւ ուղեղով, եւ մարմնով, եւ հոգով, այո, իհարկե։ Եվ հետաքրքիր թե ըստ ձեզ ձեր կատարած ուսումնասիրությունների ձեր աշխատանքի արդյունքի ինչ է ստանում մարդը ռետրիտի գալով։ Վերափոխվում այդ լիցքերը, խնդրեմ։ Միանշանակ եւ հոգեբանորեն արդյունքներ է ստանում, ուղղակի անհրաժեշտ է, երբ որ վերադառնում է տուն, պահպանի այն ինչ մեզնից ստացել է եւ փակ ռետրիտների մասնակցելով դա պահպանի, քանի որ մենք բացի ռետրիտներից ունենք փակ ռետրիտներ։ Փակ ռետրիտին մասնակցելու համար մեկ անգամ գոնե պետք է բաց ռետրիտին մասնակցել։ Տարբերությունը ինչու՞մն է կան։ Տարբերությունը, որ նա հատուկ մարդկանց համար է, ովքեր եղել են արդեն այստեղ, ովքեր ծանոթ են մեր աշխատանքին, նրանց հետ ավելի հեշտ ենք աշխատում։ Կաներ հայաստանյան եւ արտագնա ծրագրեր, որոնցով նպատակադրված ենք շարունակել ռետրիտները, բնականաբար գնում ենք արդեն իսկ ծանոթ մարդկանց հետ, արդեն ստեղծված ընդհանուր հոգեբանություն եւ մտքեր։ Օրինակ, սիրիր ինքդ քեզ կամ սերը սկսվում է ինքդ քեզնից։ Այդ թեմաները բոլորը հետաքրքիր են, խոհափիլիսոփայական են, հոգեբանական են եւ առնչվում են գրեթե չէ բոլորիս հենց առանց բացառության։ Ինչպես է այդ թեմաները ընտրում։ Երևի թե առաջին հերթին ինքս ինձ եմ լսում։ Ինքս ինձ ու նայում շուրջս։ Ուսումնասիրում մարդկանց։ Մենք տարբեր չենք, մենք կանենք բոլորս նույնն ենք։ Իսկ տղամարդիկ նույնպես բոլորը նույնն են։ Նույնը ասելով ամեն մեկս յուրահատկություններով, մեր առանձնահատկություններով, բայց ունենք ընդհանուր մի բան, որ բոլորիս միացնում է։ Բոլորս ունենք այդ քեզ սիրելու մեծ խնդիրը, որ սիրենք մեզ, լինենք սիրված, ընդունված։ Նույնը տղամարդիկ, այո, ունենք ընդհանուր խնդիրներ, որ դա բոլորին է։ Ամեն մեկը առանձնահատկություն է, յուրովի է, գեղեցիկ է, ինքը իրան դրանով պետք է սիրի։ Յուրաքանչյուր կին հատկապես, իր փորիկներով, իր սպորտային հագուստով, իր շքեղ մազերով, իր կազմվածքով, մենք յուրաքանչյուրս մեզ պետք է սիրենք։ Բայց կա ընդհանուր մի հատ խնդիր առանձին եւ այս խմբին եւ այն խմբին սեռային պատկանող։ Այո։ Այ ինչպես է ձեզ հաջողվում համադրել բժշկականը, հոգեբանականը եւ այլ ականներ։ Ես չեմ զատում իրարից, դրանք ամբողջովին կապակցել եք, ասես, այո։ Նրանք այո, միտքը, հոգին, մարմինը դա մեկ ամբողջություն է։ Ինչու՞մ է տարբերությունը յոգա ռետրիտներ կամ կան կրոնական ռետրիտներ, երբ որ մարդ գնում է, այնտեղ կենտրոնանում են հոգու վրա։ Առողջարաններ գնում ես, կենտրոնանում են մարմնի վրա։ Չէ որ մենք ամբողջականություն ենք, մենք ամբողջականություն ենք եւ չի կարելի զատել մեկը մյուսից։ Ռետրիտի թեման ուսումնասիրելիս ես հասկացա, որ պետք է այս կյանքում ունենալ կարճ դադարներ։ Միանշանակ։ Դրանք մեկուսացում է ինքներս մեզ հետ, արտաքին աշխարհից, բնության գրկում թե տանը, այսինքն երբ դու չես լսում արտաքին աշխարհի աղմուկ, այլ լսում ես ինքդ քո ներքին ձայնը եւ միգուցե հենց քո ձայնը։ Հետաքրքիր է թե այս առանձնանալը առօրյայից, մարդկությունից, թեկուզ կարճատև դադարը, դա ինչ է տալիս մարդուն, ինչու է կարևոր եւ անհրաժեշտ։ Նայեք, ինձ թվում է իմ հետ կհամաձայնվեք, 21-րդ դարում մենք ապրում ենք երկու անգամ արագացված առօրյայում։ Ձայնագրությունները անգամ, հեռուստահաղորդումները, լսում ենք շատ արագացված տեմպերով։ Մենք շտապում ենք ապրենք, հաղթենք։
մրցենք, Հետ չմնանք։ հետ չմնանք ոչնչից, այո, այս կեղտոտ, փոշոտ, խցանված, աղմկոտ քաղաքում։ Երբեմն մոռանում ենք սննդի մասին, մեր սննդային կարգավորումները չենք կարողանում հասցնել եւ արդյունքում ունենում ենք առողջական, նյարդային, հուզական խնդիրներ։ Եվ այն դեպքում, երբ որ 60% առողջությունը կախված է ապրելակերպից եւ սննդից, 7% դա էկոլոգիան է, 18% դա ստրեսներն են։ Եվ այս մաթեմատիկական հաշվարկներում շատ դժվար է լինել առողջ։ Ստացվում է, որ կարիք է լինում առողջարանների, կարիք է լինում հանգստի, կարիք է, որպեսզի այս վերին նշած խնդիրները չառաջանան, այդ վերալիցքավորվելու, այդ դադարի կարիքը շատ է լինում։ Այո։ Վերջի վերջո հիվանդությունը փակում է փողային էներգիան, եւ եթե մի տեղը ցավում է, չես կարող ակտիվ լինել, չես կարող գործել, սթափ մտածել, կարող է սեփական երեխան էլ աչքի չերևա այդ պահին, որպեսզի չհասցնենք այս վիճակին, այդ դադարը պետք է բոլորիս։ Մեր գլխավոր արժեքը դա մարդու հոգու, մտքի, մարմնի առողջությունն է, միայն առողջություն, որ մարդը գերագույն արժեք է դառնում ռետրիտում մեր համար, ընդհանրապես յուրաքանչյուր մեր մասնագետի համար մարդը դա գերագույն արժեք է։ Մենք բոլորս ունենք նույն կարծիքը, նույն միտքը, նույն մոտեցումը։ Եվ իհարկե հորդորս, որպեսզի միշտ լինեն առողջ եւ երբեմն տան իրենց ժամանակ մեզ հետ, մենք պրոֆեսիոնալների թիմի հետ, որպեսզի մենք իրենց օգնենք, այն պահին, երբ որ իրենք հոգնել են մի պահ, այն պահին, երբ որ կուզենան մարմինը մաքրել, դետոքս անել, դետոքս դա չի նշանակում միայն նիհարել, ոչ, դետոքս 3 օրում դժվար մենք նիհարացնենք, այլ շլակներից, տոքսիներից մաքրվել, իմունիտետ բարձրացնել, կտրվել աշխարհից Եվ մտքով նաև։ Այո, մտքով, հոգով։ Շատ սիրով հրավիրում եմ բոլորին, դեկտեմբերի 5-ին ունենալու ենք կանանց ռետրիտը, քեզ սիրելու արվեստը եւ դեկտեմբերի 13-ին լինելու է տղամարդկանց ռետրիտը, ռուսերենով մոշի խարիզմա, կոդ դուխը, նա յուրահատուկ ծրագիր է կազմված տղամարդկանց համար, մրցակցային խաղերով։ Պետք է նախապես գրանցվել։ Այո, նախապես պետք է զանգահարել, նա գրանցվել, որպեսզի կարող։ Այո, այնպես որ հարգելի հեռուստադիտող, բաց մի թողեք այս հետաքրքիր հնարավորությունը տարբերվող միջոցառումը, մենք սովորենք նույնատիպ միջոցառումներից, սա իսկապես տարբերվելու է բոլոր ձեր իմացած միջոցառումներից եւ այստեղ դուք վստահ եմ կգտնեք ինքներդ ձեզ, կլսեք ինքներդ ձեր ձայնը։ Այս ամենին իհարկե պետք է պրոֆեսիոնալ մոտեցում, իսկ այսօր այսքանը, փորձեք ձեր կյանքին նայել ավելի լուսավոր, ավելի լավատես աչքերով, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։